Երբ Հիսուսը Երիքովին էր մոտենում, մի կույր ճանապարհին նստած մուրացկանություն էր անում։ Երբ լսեց մեծ ամբոխի ձայնը, հարցրեց, թե դա ինչ է։ Ինչ է սա, ինչ է կատարվում այստեղ։ Հիսուս Նազովրեցին է անցնում։ Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ժողովրդից ոմանք նրան սաստում էին, որ լռի։ Լռիր, ինչ ես աղաղակում։ Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Լռիր, ինչ ես անհանգստացնում վարդապետին։ Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Ինձ մոտ բերեք նրան։ Ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար։ Ուզում եմ տեսնել, Տեր։ Տես, քո հավատքը քեզ փրկեց։ Տեսնում եմ, տեսնում եմ, տեսնում եմ, ես տեսնում եմ, շնորհակալ եմ, Տեր։ Աչքերը բժշկվեցին։ Մի փարիսեցի Սիմոն անունով Հիսուսին իր տուն ճաշի հրավիրեց։ Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար։ Երբ իմացավ, որ նա փարիսեցու տանը սեղանը նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ վերցրեց եւ եկավ Սիմոն փարիսեցու տուն։ Մոտենալով Հիսուսի ոտքերին սկսեց լաց լինել եւ արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել։ Նա համբուրում էր նրա ոտքերը եւ յուղողոցում։ Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, այդ տեսնելով իր մտքում ասաց. Եթե այս մարդը իրոք մարգարելին էր, ապա կիմանար, թե ով է այս կինը, կիմանար, թե ինչ մեղավոր կյանքով է ապրում նա։ Սիմոն, գիտեմ ով է այս կինը։ Թույլ տուր քեզ մի բան պատմեմ։ Մի մարդ կար, որ երկու պարտական ուներ։ Մեկը 500 արծաթ էր պարտք, մյուսը 50։ Նրանք չկարողացան պարտքը տալ։ Երկուսին էլ ներեց։ Ով շատ կսիրի նրան։ Ես կարծում եմ դա այն մեկն է, ում շատ ներվեց։ Այո, ճիշտ է։ Տեսնում ես այս կնոջը։ Քո տուն մտա, ոտքերիս համար դու ջուր չբերեցիր։ Իսկ նա ոտքերս լված արցունքներով, մազերով էլ սրբեց։ Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր։ Իսկ նա շարունակ ոտքերս է համբուրում։ Իմ գլխի համար դու յուղ չտվեցիր, իսկ նա ոտքերս անուշ յուղով օծեց։ Ասում եմ քեզ, իր մեծ սերը ցույց է տալիս, որ իր բազուն մեղքերը ներված են, բայց նրան ում քիչ է ներված, նա քիչ է սիրում։ Վեր կաց։ Քո մեղքերը քեզ ներված են։ Բայց ինչպես կարող է մեղքերը ներել։ Սա հայոյում է։ Հավատքդ քեզ փրկեց։ Գնա խաղաղությամբ։ Շնորհակալ եմ, Տեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Պետրոսն ու Հովանեսը տաճար էին բարձրանում 5-րդ ժամի աղոթքի համար։ Մորից կախ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում դնում էին գեղեցիկ կոչվող տաճարի դռան մոտ, որպեսզի տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ Տաճար մտնող Հովանեսին և Պետրոսին տեսնելով սկսեց աղաչել ողորմություն ստանալու համար։ Պետրոսը Հովանեսի հետ նրան դարձավ ու ասաց. Մեզ նայիր։ Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց եւ քայլիր։ Եվ նրա աջ ձեռքից բռնելով վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքները անմիջապես ամրացավ, վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ, քայլում էր վազվզում և օրհնում Աստծուն, ամբողջ ժողովուրդը տեսավ, որ նա քայլում և օրհնում է Աստծուն։ Հիշում ես, այս մարդը կաղ էր, հիմա քայլում է։ Սա իրոք հրաշք է։ Գիտեին նրան, որ նա նստում է տաճարի դռան մոտ ողորմություն ստանալու համար, և նշանի վրա, որ կատարվեց, զարմանքով լցվեցին։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթքով փառաբանում էին Աստծուն։ Արժանես փառքերի դու արժանես փառքերի արժանես փառքերի Իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում, և հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռները իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները արձակվեցին։ Երբ բանտապետը արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են, բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց և ասաց. Սպասիր, դու քեզ մի վնասիր, մենք բոլորս այստեղ ենք։ Բանտապետը ներս վազեց և դողալով Պողոսի ու Շիղայի առաջ ընկավ։ Ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես դու և քո ամբողջ տունը։ Շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ։
իրապես որ տեսանելի լիներ Քրիստոսի կյանքը, իր հարությունը, փառքով եւ հետո աշակերտների գործերը։ Այնպես որ այսօր էլ մենք աշակերտների գործերը շարունակելու ենք, չնայելով իրավիճակներին, քարոզելու ենք, գնալու ենք Քրիստոսի ավետարանը շարունակելու։ Հիսուսի զորավոր